Հայաստանի վարչապետի թեժ ստատուս կասկածները հոգևոր վերնախավի վարք ու բարքի վերաբերյալ հնարավոր է դառնան կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննարկման թեմա։ Փաստաբան Արա Զոհրաբյանն է բողոք ուղարկել։ Դրանում ներառել Փաշինյանի 11 ստատուսները, հիմնավորել, որ երկրի առաջին դեմքն իր վարքագծով, բառապաշարով օրենք է խախտում։ Արձակում էր գործել հայաստանյան առաքելական սուբյեկտի հոգևոր ներկայացների նկատմամբ և օգտագործել էր նաև ոչ նորմատիվային բառապաշար, ավելի ճիշտ լկտի բառապաշար։ Ըստ Զոհրաբյանի, Փաշինյանը հանրային ծառայության մասին օրենքի 3 հոդվածներ է խախտել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած վարքագծի կանոնագրքի 6 կետերի պահանջներ։ Այդ կետերից մեկով, օրինակ, հանրային պաշտոն զբաղեցնողը պիտի գրական հայերենով խոսի և ոչ ժարգոնով կամ ոչ նորմատիվային բառապաշարով։ Վարչապետի ստատուսներից մեկում հայհոյախոսությունը։ Այդ կանոնների համաձայն էլ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իրեն դրսևորել, այսպես ասեմ, բարեկիրթ և հարգալից, սիրալիր, նպանեկատ, զսպված, ինչ ասում եմ, ուղիղ դրա հակառակն են արել։ Փաստաբանը բողոքը 3 է ներկայացրել։ Զոհրաբյանը ենթադրում է մի քանի օրից կստանա պատասխան գործը վարույթ ընդունելու մասին։ 90-օրյա ժամկետում հանձնաժողովը եզրակացություն կտա։ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման հարց բնականաբար չի կարող ծագել։ Եթե հանձնաժողովում եզրակացնեն, որ նա սրբազաններին ուղղված որակումներով օրենք է խախտել, տուգանք էլ նախատեսված չէ։ Հանձնաժողովը այստեղ միայն կարող է ընդունել եզրակացություն, արձանագրելով այդ խախտումները և հրապարակել իր կայքում։ Փաստաբանը կարծում է, սա էլ քիչ չէ, ի վերջո վարչապետի վարքագիծը պաշտոնական արձագանքի կարժանանա։ Մինչև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի այս բողոքը, կուսակրոնության ուխտը շարունակում է չոքած մնալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ 6-րդ օրն է հանրությունն նորն սկսում է այս թեմայով նրա ստատուսներին բախվելով։ Այսօր էլ վարչապետն արձագանքել էր Միքայել Սրբազանի այն հայտարարությանը, թե ձեզ ինչ, թե կուսակրոնը խախտել է ուխտը, չի խախտել, ձեզ չի վերաբերվում։ Որպես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ. հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է, իսկ դուք պղծում եք այդ տունը կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը, նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը։ Իդեպ հոգու տները, եկեղեցիները վարչապետ Փաշինյանն այսօր նույնպես ճուլանների է նմանեցրել։ Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանում խոսել է պատմամշակութային հուշարձանների խնամքի մասին։ Հոգևոր կյանքի հաղորդակցություն, սա բյուջեի ծախսային տող է։ Պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Այսօր լրագրողները չեն հաջողել հարցեր ուղղել վարչապետին։ Թիմակիցներից էկոնոմիկայի նախարար ու քաղաքացիական պայմանագրի փոխնախագահ Գևորգ Պապոյանն է 3 երեկոյան կուսակցական հավաքից հետո զարգացրել թեման։ Նա առաջարկել է հայհոյանքի վրա չկենտրոնանալ։ Ենթադրում եմ հետևյալ արտահայտության մասին է խոսքը, սրբազան ինչու ես քեռակնոջը դոմփում։ Հիմա գիտեք, դուք կենտրոնացել եք այդ բառի վրա։ Ես կարծում եմ այդ երևույթը ավելի մտահոգիչ երևույթ է եւ երևույթն է իրականում մտահոգիչ։ Պապոյանն ինքն էլ խիստ մտահոգված է, ասաց, որպես եկեղեցու հավատավոր հետևորդ շատ է ուզում իմանալ, սրբազանները, կաթողիկոսը, կուսակրոնության ուխտը պահում են, թե չէ։ Էկոնոմիկայի նախարարին այս հարցը եւ հետաքրքրում է եւ հուզում, այդպես ասաց։ Իրենք ոչ չէ են ասում, ոչ հայ են ասում, ինչը ամրապնդում է այն կարծիքը, որ այնուամենայնիվ հայ է, այսինքն իրանցից շատերը ունեն երեխաներ։ Ինչու են եկեղեցու իշխանական հավատավորները հիմա հիշել այս հարցը։ Իրենք ասում են, դա կարևոր չէ, պատասխանեք հարցին, ձեր կյանքում կանայք, երեխաներ կան, թե ոչ։ Փաստաբան Արա Զոհրաբյանն այլ բացատրություն ունի։ Նա փորձում է հիմա այս արհեստական օրակարգի միջոցով նախ բոլորի շեղել հիմնական խնդիրներից և թուլացնել այն կառույցի դիրքերը և հեղինակությունը հասարակության մոտ, որը կարող է իրեն խանգարել։ Որտեվ այդ կառույցը նաև ըստ էության քննադատել է իրեն
իր ազգակործան քաղաքականության համար։ Նիկոլ Փաշինյանը համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հատուկ մարմիններին հանձնարարել է գնալ ու ստուգել ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության հարցը։ Այս մասին Ազատությանը պատմել էր հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկը։ Այդպիսի բան եղել է, այս հարցին վարչապետի խոսնակը երեկվանից չի արձագանքում։ Փաստաբան Զոհրաբյանը վստահ է, որ այդպիսի հանձնարարություն եղել է։ Իր գրառումների ձեռքով, որ ինքը ինչ որ տեղեկություններ ունի, կամ նման տեղեկությունների իմիտացիա, այսպես ասած, եւ նա այսպես վստահ գնում առաջ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն այսօր խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցադրումների պնդել է, իր կառույցը նման հանձնարարություն չի ստացել։ Աներիկ Բաոյերեն հնչել է պատասխան, որ որևէ նման հանձնարարական ազգային անվտանգության ծառայության իդեմս ղեկավարին չի իջեցվել։ Այսինքն, եթե ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններն անելիս ձեռքի տակ ինչ որ կոմպրոմատներ կան, ապա այստեղից կարելի է եզրակացնել, որ առնվազն ազգային անվտանգության ծառայության ղեկավարը փաստում է, որ նման հանձնարարական չի եղել, հետևաբար նման տեղեկատվություն էլ չի փոխանցվել։ Արդեն խորհրդարանի բակում Արմեն Աբազյանին լրագրողներն են հասցրել հարցնել. կաթողիկոսի հետ կապված տեղեկություն Փաշինյանին տվել եք, պատասխանը